Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում Անիտա Անանդին, քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին, համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Մենք ամուր հիմք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։ Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ հանդիսանալ երկկողմ գործընկերությունն առաջ մղելու գործում, եւ ակնհայտ է, որ դա վերջին տարիներին վերաբերել է Հայաստանին եւ Կանադային։ Անկեղծորեն շնորհակալ եմ տիկին Մելանի Ժոլիի մեր երկրների միջև փոխգործակցությունը ավելի ամուր եւ իմաստալից դարձնելու համար։ Մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում, գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։ Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։ Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգ, դրանք զարգացնելու փոխադարձ հետաքրքրություն, տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու պատրաստակամություն։ Վերենշվածներին հավատարիմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին եւս գործադրում է բոլոր ջանքերը։ Շուրջ մեկ տարի առաջ մեր երկրում էր Ղազախստանի նախագահը Ալեն Սիմոնյան-Կասիմ Ժոմարտ Տոկաև հանդիպմանը կարևորվեց խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը։ Ղազախստանի խորհրդարանի Մաժլիսի նախագահ Երլան Կոշանովի հրավերով մայիսի 12-ին Աստանա մեկնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ղազախստան լուսաբանվեց տեղի պետական ու այլ հեռուստաընկերություններով։ Մանրամասն ներկայացվեցին հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Հայաստանը Հարավային Կովկասում որակվեց հուսալի գործընկեր։ Ալեն Սիմոնյան Մաջլիս դուրաղասմինդի կիզեստը Երլան Կոշանով։ Հանդիպումների շարքը մեկնարկում է Մաժլիսից ջերմ ընդունելություն, փոխադարձ ողջույններ, երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում։ Մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ, ընդգծեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը։ Խոսելով տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ղազախական կողմին մեր երկրի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագծին աջակցելու համար։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին։ Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջեց Ղազախստանի խորհրդարանի շենքում։ Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ էր։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ Ազգային ժողովի նախագահը ողջունեց ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև աջակցությունն ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Նախագահական նստավայրից Ղազախստանի խորհրդարանի սենատ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունում է նախագահ Մաուլեն Աշիմբաևը։ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում, արձանագրեց մեր երկրի խորհրդարանի ղեկավարը։ Քննարկումների առանցքում են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը։
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը ներկայացրեց կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու այդ համատեքստում կարևորեց տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Հանդիպմանն ընդգծվեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը ուղիղ կանոնավոր չվերթների հաստատմամբ։ Առանձնահատուկ ընդգծվեց Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։ Խորհրդարանների ղեկավարները դիտարկեցին նաև թվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Մաոլեն Աշինբաևն անդրադարձավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին, ողջունեց այդ փաստն ու ընդգծեց, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Պաշտոնական հանդիպումներից հետո Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Ղազախստանի ազգային թանգարանում, ապա միջդավանական եւ միջկրոնական երկխոսության միջազգային կենտրոնում ու ծանոթացավ գործնեությանը։ Աստանա տեխնոլոգիական կենտրոնում էլ ազգային ժողովի նախագահին ներկայացվեցին այդ հարթակում մշակվող նորարարական լուծումները։ Մինչ Հայաստան վերադառնալը Ալեն Սիմոնյանն այցելեց քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի Ալժիր հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց 1930-ից 50 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին։ Նշենք, որ ըստ թանգարանի տվյալների բանտարկվածների թվում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ խոնարհեց նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին ու իր գրառումը թողեց թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Տեղեկացնենք, որ մայիսի 16-ին ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Նորվեգիային սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի թագավորությանը սահմանադրության օրվա կապակցությամբ, նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը եւ ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։ Խաղաղություն եւ բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին, նշում են գերատեսչությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի եւ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպել ու դպրոցների աշխատակազմերի հետ։ Քննարկվել են ուսումնական հաստատությունում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից եւ անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ խնդիրների կարգավորման եւ առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։ Մերձավան եւ Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության եւ անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենսաչափական անձնագրերի եւ անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին եւ կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները եւ կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած Հայփաս ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային եւ էսթետիկ ձևավորման մոտեցումներ, տալով ընդհանրական ցուցումներ եւ ուղղորդումներ։ Գործընկերները ներկայացրել են առաջարկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը եւ ձևավորումը։ Քննարկման առարկա են դարձել նաեւ անձնագրի եւ անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։ Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու եւ հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։ Մայիսի 17-ին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով եկեղեցական շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ, Բելարուսի Հանրապետություն, ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելարուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությանը, հայտնում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է քաղաքում գործող Սուրբ Հակոբ Մայր եկեղեցի եւ Մարգարյան Փափազյան երկլեզու հայկական դպրոց, հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ Սույն թվականի ապրիլի 22-ից 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի Սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են մարզիկներ Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնից։ Մարզիկները համառ մրցելույթի արդյունքում վերադարձել են բարձր ցուցանիշներով, մրցանակային պատվավոր տեղերով։ Սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Գոր Շատվերյանը, Սամբոյի դեռահասների Եվրոպայի առաջնությունում Գոր Անտոնյանը և Գոր Մուրադյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Մարտական Սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել Համլետ Սուքյասյանը և Ավետիք Պողոսյանը։ Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը հանդիպել է Սամբոյի Եվրոպայի առաջնության մեդալակիր մարզիկներին, շնորհավորել նրանց ձեռքբերումների համայնքը պատվով ներկայացնելու առիթով։ Համայնքի ղեկավարի խոսքով մարզիկների ձեռքբերումները հպարտության առիթ են բոլորիս համար, որտեղ մեծ ու գնահատելի ավանդ ունեն մարզիչները։ Առանձնահատուկ համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիչ Արշալույս Բալյանին։ Հանդիպման ներկաները զրուցել են առաջնության մանրամասներից, հետագա ծրագրերից, մարզումներից, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից մշտապես ստացվող ուշադրությունից։ Համայնքի ղեկավարը նշել է, որ իր աջակցությունը շարունակական է լինելու Աբովյանում սպորտի զարգացմանը և միջազգային հարթակներում մեր մարզիկների առաջընթացին նպաստելու համար։ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի Կանն 11 հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի «Փրկեք հայկական թաղամասը» շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին, ասել է հաղորդավարը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։ Հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։ Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական ու մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախ և առաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի տրվել, այն կառուցվել, պահպանվել ու մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում, նշված է հայտարարության մեջ։ Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը, շեշտվում է հայտարարության մեջ։ Շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։ Մոլորակն ավելի արագ և խիտ արևային քամու հոսքում կգտնվի ևս 2 օր։ Այսօր երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել։ Մոլորակի գեոմագնիսական դաշտը թույլ գրգռված վիճակում կլինի մինչև երկուշաբթի։ Տեղեկությունը հայտնում է Ֆոբուս կենտրոնի մասնագետ Միխայել Լեուսը։ Ինչպես սպասվում էր, մեր մոլորակի տիեզերական եղանակի վրա անցած գիշեր սկսել է ազդել արևային քամին, որը դուրս է գալիս մեր աստղի վրա հերթական պսակային անցքից։ Կեսգիշերից հետո այն միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխություն է առաջացրել, որը երկրի մագնիսական ոլորտի թույլ փոթորիկների պատճառ է դարձել։ Ընդ որում, Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 3-ից հետո այդ փոթորիկները ուժեղացել են և հասել G2 դասի միջին մագնիսական փոթորիկի մակարդակին, գրել է Լեուսը Տելեգրամում։ Օդերևութաբանը նշել է, որ մոլորակն ավելի արագ և խիտ արևային քամու հոսքում կգտնվի մինչև երկուշաբթի ներառյալ։ Նման իրավիճակում այսօր և առաջիկա 2 օրերին գեոմագնիսական դաշտը թույլ գրգռված վիճակում կլինի, հիմնականում G1 կամ թույլ դասի մագնիսական փոթորիկների կարճ հատվածներով։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են մայրաքաղաք Երևանում մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 13-ից 15 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, մայիսի 18-ից 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-ից 21 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։